Արծիվն ու կաղնին։ Եղավ մի անգամ անտառի միջին արծիվն ու կաղնին այսպես վիճեցին, թե որն իրենցից շատ տարի կապրի, որն է դիմացկուն ու պինդավելի։ Արծիվն ասավ ես, կաղնին էլ թե ես, երկուսն էլ համառ ու հպարտ այսպես մեծ պարծեցան սաստիկ վիճեցին, վերջը այս տեսակ պայման կապեցին, ժամանակ դրին 500 տարի, արքան հավքերի, արքան անտառի, որ թե որոշված են օրին հասնեն, են օրը մինել գան իրար տեսնեն։ Ու արծիվն իսկույն կաղնուց հեռացավ, հզոր թևերը շարժեց վերացավ, դեպի ամպերը, դեպի ժայռերը, ուր անց է կացնում իր լավ օրերը, կաղնին էլ փռեց ճյուղեր երկաթի, խոր մխեց ճանկերն արմատի, ու այնպես ուշկու կանգնեց անտառում, որ վայր չընկնի էլ 500 տարում։ Դարեր անցկացան, եւ ահա մի օր արծիվը եկավ ծերացած անզոր, ծվոցը կտրած, տկար հևալով, թույլ թևերը հազիվ քաշ տալով, տեսավ, որ կաղնին ընկել էր արդեն, ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ, ընկել էր ահեղ փոթորկի առաջ։ Հեյ, կանչեց գոռոզ, պարծենկոտ կաղնի, դե լավ ճանաչիր, ինձ ու քեզ հիմի, 500 տարուց մի ժամ էլ դեռ կա, ընկել ես արդեն անկոտրում հսկա, 500 տարի ապրել եմ կանգնած, այդքան էլ կապրեմ դեռ այսպես թիկնած, մինչև լրանը մի 1000 տարին պատասխան տվավ ընկած վիթխարին։